այս պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների թիվը, որը մեր կրթության վարչությունը մեր հետ միասին ներկայացրել էր ընդամենը 17 հոգի ամբողջ մարզում, միայն Գուգարքի տարածաշրջանում մենք հայտնաբերեցինք 280 աշակերտ։ Եթե միայն մի տարածաշրջանում պարտադիր ուսուցումից դուրս մնացած այսքան երեխա կա, մարզի կտրվածքով վիճակը կարող է խիստ մտահոգիչ լինել, կարծում է Նարեկ Սարգսյանը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրակրթությունից դուրս մնացած երեխաների մեջ մեծ թիվ են կազմում ընդհանրապես դպրոց չհաճախած եւ հաշմանդամություն ունեցող երեխաները, ընդ որում երեխաները հանրակրթությունից դուրս են մնում ոչ սոցիալական պայմաններից ելնելով։ Մենք այսօր շատ ենք սիրում թմբկահարել մեր ավանդական ընտանիքներ հասկացությունը, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս առումով մեր ընտանիքները ունեն ընտանիավարման խիստ պակաս։ Երկրորդ խնդիրը դա միգրացիայի հետևանքն է, երբ որ կան այսպես ճակերտավոր նորից ասեմ կիսատ ընտանիքներ եւ ընտանիքում կան բավականին լուրջ խնդիրներ։ Երրորդ տեղում դա ամենակարևորներից մեկը մեր ծառայությունների ոչ արդյունավետ փոխհամագործակցությունն է։ Ես նույնիսկ կարող եմ ասել, սա առաջին տեղում է, որովհետեւ ամեն դեպքում այս ընտանիքները ունեն օգնության կարիք եւ տարբեր ծառայություններ են մատուցվում, այսինքն պետությունը ըստ էության իրոք տարբեր ծառայություններ մատուցում է, բայց անհամագործակցված, որի արդյունքում լինում է այս պատկերը։ Դրա համար Լոռու մարզում մեկնարկում է մի ծրագիր, որը նպատակ ունի հայտնաբերել հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին եւ ուղղորդել նրանց դպրոց։ Այս գործում ծրագրի պատասխանատուները ներգրավում են ոչ միայն դպրոցներին, այլև երեխայի հետ առնչվող բոլոր անձանց ու կառույցներին, ոստիկանությանը, սոցիալական ծառայություններին, հասարակական կազմակերպություններին, առողջապահական հաստատություններին, համայնքապետարաններին։ Այս բոլոր կառույցների աշխատանքը կկանոնակարգի համակարգող խորհուրդը։ Ցավոք փորձը ցույց տվեց, որ այստեղ նաև խնդիր կա մեր դպրոցների հետ կապված եւ համայնքների հետ կապված։ Դպրոցները եւ համայնքները միմյանց հետ չեն համագործակցում։ Ցավոք երբեմն մեր դպրոցները երեխաների ինֆորմացիան հայտնում են այն ժամանակ, երբ որ արդեն երեխայի 200 ժամը լրացած է լինում, այսինքն օրենքով արդեն երեխան մնում է նույն դասարանում, իսկ որպես կանոն նմանատիպ երեխաները նույն դասարանում մնալով, մանավանդ այս խնդիրը մենք ունենք 13-ից 15 տարեկան երեխաների մոտ, այլևս դպրոց չեն հաճախում, այսինքն իրենցից մի տարի ցածր այլևս չեն նստում։ Սա եւս մեր ուսումնասիրության արդյունքում պարզված երևույթներից մեկն է։ Մեկ ամսվա ընթացքում այս բոլոր կառույցները պարտավորվում են զբաղվել հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման աշխատանքներով եւ այդ մասին տեղեկացնել համակարգող խորհրդին ու սոցիալական դեպք վարողին։ Թումանյանի տարածաշրջանում այս պահին պաշտոնապես հանրակրթությունից դուրս մնացած 3 երեխա կա, սակայն մարզպետարանի պաշտոնյան կարծում է, որ ուսումնասիրության ավարտին այս թիվը էականորեն կմեծանա։ Մենք ունենք ընդամենը մի քանի դեպք, որոնք հիմնականում պայմանավորված են սոցիալական, մեկ էլ հիվանդության հետ կապված։ Հիվանդությունների զգալի մասը կապված չէր, ուրեմն հենաշարժողական, այսինքն տվյալ աշակերտի շարժողունակությամբ կամ դպրոցի հարմարավետության հետ, կար մի քանի դեպք, որոնք կապված էին, ասենք, երեխայի մտավոր կարողությունների։ Ծրագրի վերջնական նպատակն է հնարավորինս պակասեցնել դպրոց չհաճախող երեխաների թիվը։ Նատալիա Ոսյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։